Ձմեռ է եկել ժողովուրդ, ձմեռ, զգույշ չվռազես, զգույշ արևես, զգույշ որ չսղաս Ալեքս բալա, վայ, էլի սաղ շլյոպա է, չի ուզում էլի դզվի ես եղանակը, չի ուզում, Ալեքս, մեր մայթով գնա, Ռոզա տատիկի տան մոտով գնա, հաջող, տեղատան մոտից կանցնես փողոցը, հա, ոնց ոգևորված գնում իմ տղեն, եղեք ես ինչ ա կատարվում, էլ արդեն չենք ուզում սենց եղանակ, սիրունություն, բայց ցուրտն ու վնասներն էլ, էդ արդեն էլ սիրունություն չի, կակաչներս կոկոմել էին, հելը նայեք, սա աղթյան տակ ինչ են եղել, բա մեղք չեն, լավ չի, հեչ լավ չի, երևի թե ծառերին էլ կարող ավնաս տված լինի, որովհետև արդեն բողբոջել էին, ցուրտ ա, մինուս ա, ոչ թե ուղղակի ցուրտ ա, այլև այլ մինուս ա, այսքան բողոքի հետ, բայց որ սենց տան ծածկին եմ նայում աչկզն են չոյեց, ասեք հերիք ա ու բոլա, դուրս եկավ, գնանք, սթրվենք տանը ու դուրս չգանք, որովհետև ցուրտ ա, այսօր մաման շատ ա շուտ գնացել ու մենք մնացել ենք մեր ու տղա, ինչ անենք, մի հատ էլ ես պուպուշներով հիանանք, հա, հելա ինձ սիրուն են, ընտիր, շատ սիրուն են, չգիտեմ ինչի այսքանի միջից ես մի վարդն եմ շատ սիրեմ, բայց հո բոլորն էլ սիրուն են, ասեք որ կա տենց բան, ստեղ էլ ունենք, հեսա, ուй ցուրտ ա ժողովուրդ, դարսեր իմ ներքևի ռեմոնտը, երեկ ով էր, գրելան այդ նկատել ես ինչքան ռեմոնտ ես անում ծյունոքալիս, իրոք կա տենց բան, իրոք կա, գնամ, այ, այս սենյակից դուրս չգանք, ցուրտ ա, մի այլ կարգի, ուրեմն այ հիմա դեմքով ձեզ ասեմ, բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ես վերցնեմ, ես խմեմ երեխեք, այսօր երևի թե եղանակը չի լավը, ինչ չի չգիտեմ, բայց մի բան են չի,
Գլուխս միայն կարգի ցավում է, որ ասում եմ մտածելու բանից հենց մի քիչ շատանում է, սկսում է մարդու գլուխ ցավալը, իսկականից ասեք, որ այդ տարբերակն է, գնամ տեղս խմեմ, կոֆե խմեմ, մամայիս հետ էլ չեմ սոր կոֆե խմել, ենքան շուտ է գնացել, ժամը 12:28 է, ես դեռ կոֆե չեմ խմել, դրա համար էլ խելքի չեմ գալի։ Նկատել եք, այս տետրալեքսի ինչքան խոշոր տեղ է, տարօրինակ խոշոր է, որ զորով ես կուր տալիս։ Ես իմ համար թազատուն ու տեղ եմ ճարել, այսա ասեմ, թե որտեղ եկեք ես տանեմ, ախ երանի են օրը, որ ուստեից են կոմ, ոչ միտեղ չեմ գնա կոֆե էփելը։ Այնա այսենց կգնամ, ու իմ կուխնում իմ կոֆեն կերպը, նյուժելի չի գալու էտ օրը տեր աստված, նյուժելի։ Բարոտները բաց, մարդիկ եկել են, իրանց գործը անում են։ Առավոտից հով դիտի ընքան հաշվար կարինք, մեկ ուզում էի գնայի Վանաձոր, ապա հետո փոշմանեցի, ոչ թե փոշմանեցի, վարպետները զանգեցին, որ գալիս են, այսօր դե աշխատելու թեմա չկար, գործ չկար, որովհետև ստյաշկ են արածեր ու չորանալ էր պետք։ Եկեք մի հատ կոֆե տնեմ ու նոր մի քիչ զրուցենք։ Եկեք հավաքվեք մի հատ սրճենք, օրը կեսօր դարավ, ես իմ առաջի սուրճն եմ, ապա մի հատ կոֆե խմենք, հետո արդեն անցնենք սրմից տեպից դենիցին, ուրեմն առավոտ նախ ենքան վատն է եղանակը, թարսի պես էլ այս օրերին է, Ալեքսես ուզում, որ մամ դպրոտ չեմ, քիչ էլ մնում, ասեմ արինի գնա, էլի, եղանակը թաց, շլյոպա, ես իմ թե են ինչ վատ վիճակ, բայց թե երեխեն գնաց էտա իրա դպրոցը, դե գնաց լավ արեց, դրանից հետո պլանավորում էի, գնամ Երևան ինչ Կիրովական, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ ու Ալավերդի, ասեք հավեսա չէ այդ երկը, են էլ կեզ ռոպեմ, դաժենիկային ասի ուզում եմ գնամ Վանաձոր, ծուրտա, ես կոմ են կոմ հետո ասում եմ մեկա գործն ենցա, որ մեքենայից պետք է իշնեմ, չեմ քայլելու էլի մի խոսքով, ասավ դե գնա, էտ էլ մեկ էլ զանգ եմ ստանում վարպետներից, որ աննատանն ես ասում եմ հա, ասում են կաղա գանք էտ կաֆելը մետլախը վերենք պրծնենք, վաղնել գանք շարենք, նկատել եք չէ, միշտ ես վարձրել եմ դոմուսից, որովհետև ընդեղ անտոկոս է, ապարիկ ես ձևակերպում առանց տոկոսի, նույն բանը կարելի ասել ստեղ արեցի, համ ինձ ավելի լավ, որ իմ քաղաքի խանութից եմ օգտվում, համ էլ ամեն առումով լավ,
իմ տան կողքին, իմ տան հետ, տենց, գնացինք, ընտրություննարինք, կաֆելի մանավանդ, իրանց մոտ էլ կար ահագին զեղչեր, կարևորն էլ դուրս եկավ շատ, ճիշտ է ամենալավը միշտ էլ կա, բայց թե ամենալավն էլ ես իմ թե ինչ լավ դներ են, որը որ չես ուզում էլի այդքան սենց հանես ու հանես գումարները տնից մի այլ կարգի, երեխեք, հիմի ես կողմ վեր ունեմ ու այն որ ասում եմ իմ համար թազատուն տեղ եմ ճարել, այս սենյակի մասին ախոսքը, ստեղ իմ նախաճաշն էլ ուֆ, ես ինչ ընտիր տակա, ջան եմ ասել է, այ սա է լավ կարգին տունու տեղ, ենքան եմ սարել ես օրերին, ահո, լույս չկա, հա, թե կա, ենքան եմ սարել, էլ ասելու չի, են ահմի էլ չեմ սարչի, մտածում էի, որ չի կունք, մի կունք սաղ սարել է, եկեք սենց անեմ, սենց կանգնեմ, հանգրեմ ես վառարանին ու կոֆես վայել եմ, ուխայ, ջան, Հայաստան, Նիկան էլ Ալեքսի այդ երկերից է սիրում, այդ երկերից այդ մի երկն է շատ սիրում, երեկ էլ վառեցինք պլիտա, առաջի օրն էլ վառեցի պլիտա, առավոտից իվիկու, անընդ մեջ օրվա 20 ժամը երևի վառել եմ, զալը ընդհանրապես չտաքացավ են աստիճանի, որ մաման վրեժ չհայնացավ, ասում եմ մի վառի, մեկա տենը մեզ չի տաքանում, ասում եմ դե բա ես էլ մարդ եմ մտածում եմ, որ վերջ էլի ցուրտ չլինի, տեղ մաման ասում է դու դեռ տենց երեխա էլ մնացիր, չես հասկանում, որ ես անընդհատ դրսերում եմ ու իմ համար ցուրտ չի, այդ քու համար է ցուրտ, բայց լավ ցուրտ է, մի խոսքով, այսօր էլ ասում եմ, հլա մի րոպե, այս ինչի եմ ես ինձ այսքան տանջեմ, եթե ես կարամ գամ այս սենյակ, այս վառարանը սիրուն հավեսով միացնեմ, են մի դուրն էլ փագեմ, այս մեկն էլ փագեմ, ու սենց հավեսով նստեմ ու տոքանանք, երեկ Ալեքսիս ձեռքերը սառել էր, ասում եմ ջան ինչի է սենց ցուրտ, ասում եմ այ բալա եղանակը տենց է, մի այսօր որոշեցի սենց, տենամ թե Ալեքսը հետս կգա, թե չէ իրանք թող տատու թող մնան են սենյակում, ես էլ ստեղ տարբերակ չունեմ, ցուրտ է ժողովուրդ, ցուրտ, գրառումներում նայում եմ, որ գրել էի Գյումրի, անգամ Երևան, այսօր Ալայի հետ էի խոսում, Ալան ասեց անձրևա ցուրտ է, մռայլ է, լավը չի, մի խոսքով, սենց բաներ, գնացի, վարպետների հետ, կաֆել ընտրեցինք, մարդն իր ազեղջը սիրուն արեց, ինչի համար շնորհակալ եմ, թե չէ որ նստես, սպասես, թե երբ պետքա ձեռիդ մի հատ կլոր գումար լինի, գնաս ինչ-որ թե մի բան անես, այդ պահը երբեք էլ չի ստացվում, որովհետև հենց կլոր գումար ա ձեռիդ դնում, մարդ ես ուզում ես գնաս, մի սիրուն շոր առնես, հագնես, մի խոսքով չմանրանամ, մի հատ լավ օծանելիք ունենաս, այդպիսի բաներ, սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ ջան, հարազատներ ջան, հիմա անցնեմ, մի հատ բան էլ էի գրել,
Ինչի իմ փոխարեն երբեմն պատասխանում են ուրիշ հետևորդներ։ Երեխեք, բա ընտանիք կոչվածը հենց դա է, մեկս մյուսիս օգնում ենք, չէ, ես միշտ ասում եմ, դուք իմ բարեկամներն եք, դուք իմ հարազատներն ու լավը ցանկացողներն եք, մի քանի անգամ եղել է, որ ես նկատել եմ մանավանդ այն ընթացքը, որ մաման տեղափոխվում էր, սենց իր տներ, վիդեոներում շատ չէր ուզում երևար, շատ բաներ էլ ես վերջը չէի բարձրաձայնում մի խոսքով լինում էր, որ գրում էիք ինչի ամամատ ձեր տանը ամցեն, մինչև ես այդքանը նայում էի պատասխանելու, իմ փոխարեն ուրիշ մի լավ մարդ պատասխանած ալնում։ Ինձ թվում է դրա մեջ ոչ մի հատ վատ բան չկա, կամ օրինակ, չգիտեմ, ամեն մարդ պետքա նախ սկսենք նրանից, որ իր չափը, ամենքս մեր չափը իմանանք, ես իմ չափի զգացողությունն իմանամ ու ցույց տամ հանդեպ ձեզ, դուք էլ ձերը, երբեմն լինում են, որ որոշ մարդիկ ուզում են ինչ-որ թե ինքնահաստատվեն, կամ քաղաքականությունից խոսան, կամ լավ ու վատից խոսան, ես միշտ ասել եմ, ես բոլորից շատ սիրում եմ, շատ հարգում եմ, շատ ընդունում եմ, բայց ես քաղաքականության մեջ ընդհանրապես չեմ ուզում թաթախվեմ, որովհետև ես քաղաքագետ չեմ, դրա համար չեմ ուզում, այս էջը, այդ էջը չի, փնտրեք մի ուրիշ էջ, որտեղ կան փառք օնլայն հարթակում ամեն ֆորմատի էջեր էլ կան, այնտեղ դրեք քննարկեք, իմ էջում ես չեմ ուզում և մի քիչ կարող է կոպիտ հնչի, թույլ չեմ տալիս, որ քաղաքականությունը չեմ ուզում, ոչ խորանամ, ոչ թաթախվեմ, ոչ առավել ևս քննարկեմ, որովհետև չեմ ուզում։ Ովքեր որ շատ են ուզում, բացեք ձեր համար նմանատիպ էջ, գրեք, քննարկեք, ես չեմ ուզում, կամ ուրիշ էլ եմ ասում, քաղաքական էջեր կան, միացեք քննարկումներին, եթերներին ու հավեսով ձեր քննարկումը արեք, իմ էջում թույլ չեմ տալիս։ Այդքան բան, ուզում եմ զրուցեմ, երեկվա մեր երգի դասից, ուրեմն գնացել էինք երգի մի խոսքով, մեր ասեցի չէ, պարապունքն արել, ես կոմ են կոմ, հետո ընկեր Գայանես ասել էր, որ ոնց հասկանում եմ ինքը Ալեքսին ավելի շատ մայեստրոյի երգերից է ուզում տա, տված լինի ու ուսուցանած ու ասավանայք ջան իրար հետ կլսեք յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով նա այդ երգը ջայլոկոս համար հետո շողոտ մի խոսքով ծանոթ կլինի ասեցի լավ կփնտրենք կգտնենք ես հասկացա չգիտեմ ինչի մոր սիրտը ճիշտ են էլի ասում, որ ուզգում եմ, մի տեսակ հենց այդ պահից, որ ասավյա, ոնց որ սենց տրտնջայի կարկամեի, բայց թե դե բան չասեցի, որովհետև ինքը մանկավարժեն էլ իրա սանը, իմ դերը այդ պահին այդքան շատ չէր էլի, ասի լավ, եկանք տուն մի օր, երկու օր, 3 օր, մանավանդիկ շաբթին էլ չգնացինք, ես միշտ միացնում եմ Ալեքսես երգմա ես գմեմ, որ այդ իրան է չի ու սիրտիս չբոթեց այնքան, որ ասեմ Ալեքս արի նստի, գրենք, ասենք, սովորենք մի խոսքով, սենց բաներ չկպա այդ երգին, սենց ասեմ, մի երեք գնացել ենք, ասմա, հա Ալեքս սովորել ես, Ալեքսս բան չի խոսում, դե ամա չմա ինչ խոսա, ոնց ասի, որ մաման ասելա չէ, ասմ եմ այն կերկայանն է, ոնց հասկանում եմ այդ իրանը չի, այդ ասմա ոնց անայդ ջան, ասում եմ այ սենց լավ ասմա,
Հիմի տվեց ուրիշ երգ, դռները բացեք, Գարուն է գալիս, ինքն էլ երգեց, լսած կլնեք երևի, շատ եմ սիրում իրան, շատ եմ սիրում իրա երգը, չգիտեմ, իրա մարդ տեսակը, իրա մանկավարժ տեսակը, իրա հոգեբան տեսակը, իրա մոտեցման ձևը, ինքն իմ կյանքում, հենց իմ կյանքում, ոչ թե Ալեքսիս, յուրահատուկ մարդ դառավ, որովհետև ես միշտ ասել եմ, չէ, երգով եմ ես ապրում, դրա տակ ենքան տողատակեր կա, որ չես ուզում դեռ բացես ու բարձրաձայնես, բացելու էլ եմ, բարձրաձայնելու էլ եմ, երևի թե Աստծո առաջ դա կլինի վկայություն, բայց ասած իմ քույրանն երևի չի հասունացել եմ պահը, որ ուրեմն բաժանորդներիս թիվը չի եկել, հասել, մեր մոտ էլ որոշ բաներ դեռ պակաս, այ երբ որ կան մեկը մյուսին դրանցնեն, մի օր կլինի մի հետաքրքիր վկայություն մեր կյանքի մասին, մեր խոսքի մասին, մեր գործի մասին ու մեր մտքերի մասին, սիրելի հետևորդներ ջան, հիմա այսօր Ալեքսս որ կգա, կնստենք, կմիացնենք, կերքենք ու կհասկանանք ինչա կատարվում ու ոնց է կատարվում, այսօրվա իմ գլխացավը ինձ հանգիստ չի տալիս, այս սենց ցավում է, ու երբ որ սենց աչքերս էլ հետնա ցավում, ես հասկանում եմ, որ հաստատ Աստվածչանի հիվանդանում ես ու չես էլ ուզում էլ ինչքան կարելի է հիվանդանալ։ Հիմա այսօր էլ արդեն Վանաձոր գնալ ես չստացվեց, երևի թե վաղը կգնամ, ու այսօր ինչ եփել այսօրի հարցերը կարգավորացամ, Իրիկունը գրեչկայի եփել, մի քիչ էլ շատ, ձեր մոտ էլ ա տենց ելնում, որ ալարում ես մեկ-մեկ ինչ-որ թե մի բան ավել անգամ եփես, ու դրա հետ վարունք, մի խոսքով ձու, գրեչկի հետ ցնաշատ սազական մածուն, արդեն էլ նմա կարգին գործ, ու ինչ եփել այսօրից ազատագրվում ես, որ շատ երիսա չէ, մտահոգում շատ տանտիրուհիների, համել այս վերջի ընթացքում Սառնանում մի քիչ ուզում եմ հետևողական լնեմ, թեթևացնեմ, մի հատ նայեմ ինչ կա չկա, էսա ուզում եմ էլի իջնեմ, նայեմ, որ մարազիլ կես անջատեմ, մի հատ հալվի մաքրեմ, ու Սառնանի 3 դարակը ամառվա համար ինձ լրիվ հերիքա, մի բան էլ շատ ա ու քիչ չի, որովհետև ամառնիշն է շատ օգտագործում, բանջարեղեն, որ բոլորս ենք շատ սիրում ու կանաչեղեն, որ էլի բոլորս ենք շատ սիրում, հիմի ամենահամով բրդուճը, չէ, ցանկացած կանաչու տեսակ մի կտոր պանրով, լավաշով, էլ նմա ամենահամով բրդուճը ու առողջարար, այդքան բան սիրելիներ ջան, մի այս տարածքım տաքուկ կա, լավ ա, հիշողությունները մի քիչ են չեն, խուսափում եմ, որ ճիշտն ասեմ ես այս տարածքից, երևի թե նկատած կլնեք, շատ հազվադեպ եմ ես այս տարածքը օգտագործում, դուր բացում, դեփոշի մոշի, հատակ, մատակ, տենց մաքրում, բայց մի ձևի սենց տաքացած չեմ էլի, որովհետև մի տեսակ խուսափումով հարանում ես, մի խոսքով չեմ ուզում շատ մանրանալ, այդքան բան, երբեմն ինձ հարցնում եք, ասում եք, այդքան մեծ տուն ունեք, այդ լրիվ ձերն ա, ոչ, մերը չի, մերը ես միշտ ցույց եմ տալիս, մյուսն էլ թվարկում, որ ոչ, մերը չի, կրկին ու կրկին անգամ ասեմ, քանի որ օրորի շատանում ենք, օրորի ավելանում ենք, ինչի համար, որ ես շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ ջան, հարազատներ ջան, հիմա ինչ ենք անում, այսօր առավոտ խոհանոցային էջում, խոհանոցից վերջին հոլովակներ տեղադրեցի,
նոր խոհանոցը արդեն նոր բան կլինի, ուզում եմ նայեմ, տեսնեմ ինչ եք գրել, ինչ եք ասել, մի հատ համով ճաշուն է եփած, ասեցի դնեմ, ընդամենը իրար հետ շփվենք, ու իրար լավ զգանք մեր շփումից, այդքան բան, հիմա սիրելիներ ջան, Ալեքսն էլ դպրոցից զանգել է, մամաս մականամ գնամ խանութ, ասում եմ իհարկե, բավանց չես կարա։ Գնաց սիրուն իր առևտուրն արեց, էդ էլ էի հետևում, քանի որ այդ պահին էր հենց գնում էի շինանյութի խանութ, ու նայում եմ ինքը ոնց ասի կուրտկետ կհագնես եւ այո ինքը կուրտկեն հագած շուշուտ հրվից կանգնած նայում եմ էլի թե ինչ անեմ եկավ իր առևտուրն արավ գրենք վերնագրեցի վերջին հոլովակս իմ հին խոհանոցից 80 էլ տենանք էլ ինչ էր կանենք ինչ կպատրաստենք ու ինչ կանենք այդքան բան սիրելիներ ջան դե ինչ այս պահի համար այսքանը հարթուկից կարևորը բրծել եմ լվացք լիքը ունեմ գնալու տեղ չունեմ չեմ էլ ուզում տնից դուրս գամ այսքան բան բայց վաղը պլանավորած շատ գործեր ունեմ տեսնեմ որը ոնց եմ անելու երբ եմ անելու այսքանը սիրելիներ ջան մինչև տեսնեմ որտեղ ենք հանդիպում էս էլ իմ նոր բնակարան երեխեք բավոր ասում եմ լավ բան աս Արցախցիկը էլ ովքեր են գնամ սենց թասը կողքին դնեմ ես որ այսքան սենց թասը կողքս եմ դնում միշտ իմ տատին եմ հիշում այ սառը որ գնում էինք նկող համով բաներ էր թաս էինք տանում դնում էր մեջը ու բերում էինք գնացի ներքև տեսա վարպետներն ինչ են արել, ինչ չեն արել այդ կաֆերները որը ոնց են դասավոր է ամեն դեպքում դե տանտեր ես պահին ու գարաժ փագեցի աստված ջան մատերս սարել է ուֆ հլը դիք մի հատ նայեք սրա փայլին էլի բահմի ոնց սրան չկծես ու չայ չխմես դե ասեք ու սարցախցիկից եմ նոր հանե հլը հայլուն ընտիր ձերք ես լվացած մաքուրա ընտիր աղցեմ սենց դնեմ գիտեք չէ ինչքան առողջար առաջերնաց լիվամ այ քեզ քաղցր ոյ եկեք մի հատ նայեք ընտիր որ մեկը հանեմ սաղ ընտիրը եկեք
Այս սրտե հյուրասիրում եմ, եկեք թեյ խմենք, հլա գրառումների բաժնում գրեք, ովքեր են սիրում սենց համովություն, ես որ ես եմ, ես շատ եմ սիրում, շատ, որ չսիրեի չէ պատրաստի, ասեք որ կա տենց բան, իրար կպած, քիպ լծվել եմ, այս ընթացքում հյուրեր եմ գնալու, երևի թե սենց համովություն հետս կտանանել, Այս, հմի ասում եք ես կողքը խիթովի չէ, այսա կասեմ, մի քիչ սա եմ բերել, ծիրան եմ բերել, այս ծիրանս անցած տարի չեմ արել, նախանցած տարվաննա, ու ուզում եմ, որ արդեն վերջացած լինի, այսա զատի կերպով կա, ուզում էի հափով հանեմ, հետո հիշեցի, բա զատկի տոննելա, արջևան, Ալեքսս չերնասլիվնա շատ սիրեմ, մաման էլա չերնասլիվի սիրահար, ոնց որ թե եսին, հանենք, սենց դնենք, համեցեք, փայլուն, սիրուն, համով, տնական, բնական, լավասի չէ, տնական, բնական, մազերս կապեցի, որովհետև բաց թողած մազերին, էլ չեմ կարում հարմարվեմ, այս կողքի դնեմ, այսքան բան եմ բերել սարցախցիկից, սենց լոբիո եմ բերել, էլիս տեդնեմ, հավի միսիկ եմ բերել, էսա այս լոբոթանով մի հատ համով ճաշկեփ եմ, այս էլ էլի խոզի միսա, մի խոսքով դրանց սենց թողնենք, որ հետ կգա ու ես ճաշկեփ եմ, հիմա ուզում եմ գնամ մի հատ թեյ դնեմ, տաք վայելեմ, մեկ էլ ասում եմ կարող սպասեմ Ալեքսի հետ թեյ խմենք, այնքան ցուրտ, որ էլ անում տալու չի, հավեսս տվեց, որ մի հատ էլ ուտեմ, Անտիր շատ համով գնամ ջուրը այսօր քիչ եմ խմել, ջուր տաքացնեմ, կիտրոնն էլ հետը ու տենց խմեմ, սիրելիներիս ասեմ, ուրեմն ես կրկին խոհանոցում եմ, երկար բարակ մտածում էի, տեղ խոհանոցային ինչ որ թե մի բան նկարեմ, թե ինչ անեմ, ու ասում եմ այ մարդ, դե նկարեմ, ուրիշ ճար չունեմ, ասեցի մի հատ համով ճաշ դնեմ, ու ձեռքի հետ էլ նկարահանում անեմ, սիրելի հետևորդներ ջան,
Ալեքսս ոնց է ասում, երեք պատահական աչքովս ընկավ էլի, Ալեքսի համեն այրոպորտ ճանապարհել էր մեր պապային ճանապարհելու վիդեոն, համել որ խոսում է ինքը, սիրելի հետևորդներ ջան, ազիզներ ջան, պայտա, միտքս ընկավ, ասում եմ, որ Լիլիթիս հետ սրճարան էինք գնացել ջազվեմ, այդ վիդեոն, շորտս վիդեոն, աչքովս ընկավ, ու ասում եմ, այ քեզ Ալեքս, այ քեզ սիրուն ու լավ Ալեքս, ինչեր կարաս անես ու ասես դու Ալեքս ջան։ Մի իսկականից էտա, ջուրը սենց եմ բերել, որովհետև ստեի ջուրոնիկան ասելա չբացես, դա ինձ էլ որ մի բան են ասում, խելոք լսում եմ ջալսին, ես թող մնա սենց, ես էլ սենց, չքան լավա, որ ես ճիշտ արեցի, որ մարազիվկա առա, Opa, ես հայտի գետավն ստեղ, մի գիտեմ ասելու եք, բա այս ուր Ալեքսը, ինչա մեր ինտերնետը ես տարածքım չի բռնան, էտ էլ իրան ձերք չի չէ տալիս, ասմամ գնամ ընդեղ մի քիչ բաղրեմ կամ, բայց ավելի տակը ստեղ ա, ճիշտ անդեղ էլեկտրական բաղրել եմ, բայց թե են չի, ինչը որ ստեղ ա, այն չայ ոզատ ինչ եղավ, ես ուզում եմ էլի կիտրոնաջուր խմեմ, համ ջրիս պակասը լրացնեմ, համ էլ կիտրոնով լրացնեմ, համ, ես վերև իշորս էլ հանել եմ, ասեցի, որ խոհանոցային էջն մի քիչ նորմալու սիրումներ էր, էլի հալովակը, իրար հետ էլ սատզենք, եկավ մի հատ, մամ ինչ կա ուտելու, կարամ ստեղ պարկեմ, ասում եմ հա, ոչ չես կարա, եկավ իրա համար, պարկեց, օպա, իրան լավ զգաց, վերջում էլ տեսավ, որ ինտերնետ չկա, փոր ու փոշման, գնաց էլի զալ, բայց թե չէ, ես որ ես եմ, ես ստեից դուս է կողը չեմ, որովհետև տակալավա, այս հենց, ընկերուհիս եկավ սրճեցինք, ասում եմ արի թազա բնակարանամ ուտենք, տոնım Նարինի ու Մարինի հետ էի խոսում, մեկ էլ ասում եմ դե լավ ես հյուր ունեմ, չրերը շատ հավանեց, դե նորություն չի, գիտի իմ ձերքի գործը մի քիչ պոպուլանամ ու եղեք մի ժամանակ ներտնայինը տեսեք ինչ էր պահանջում, դրան անցքերը տեսակ, ստեղ էլ էլի, ընդեղ վերևի օդատարը հենա, այն որ սաղ չոտկի արացա, ջոն եմ ասում, ջուրս էպեց, այս էլ ես, այս գազի պրպրոցը բավոց ավրես աստում, վայ մամա ջան, ինքան անսովոր է ինձ, այնքան եմ սովորել արդեն, այն լավ գազին, այն որ առանց լուցքի, այս լիմոնի կեղևը հելա ես ինչ հաստա, շատ կոպիտ ու հաստա, համար սենց կանենք,
Այսպես սրան մի քիչ մարմանդի վրա թողամ գնանք թազատուն մի խոսքով ձև չկա բա ուրիշ բա ինչ անենք մնանք սաղենք եկեք ամենալավ ամենաառողջ թեյն է քան օրինակ որ տալիս ենք թանկ ու կրակ թեյի գույներ առնա այդ հաստատ այդքան էլ չի առողջ ինչքան ուզում ա լիստավոյ չայ առնես, այս առնես, այն առնես բայց չէ, սա ուրիշ է նարնջովն էլ է շատ համով այ որ փորձեք վստահ եմ կհավանեք ստեղ ընդեղ էլի տեսականի ունենք չեմ կարում Ալեքսին համոզացնեմ որ նուշուտի ասմա ես չեմ սիրում մամա չեմ սիրում բայց նույնն էլ հո ինչքան օգտակար է ահա քոմ տոկոլով է քավենտիր է քիչ մանրից պետքական բաները ձեռի հետ վերում եմ անձեռոցիկ չիր սուրճի պատրաստություն տենց բաներ հեռախոսից լիցքավորիչը հիմա տեսախցիկս անջատեմ իմ հավեսով թեյս վայել եմ ու մինչև ճաշը կեփի մի քիչ էլ Ալեքսի հետ կբզբզանք տենանք ինչ ենք անում ու ոնց ենք անում ու դրանից հետո արդեն տեսնեմ որտեղ ենք հանդիպում ու ինչ ֆորմատով ոյ իջնելու եմ ներքևից է կանաչի բերեմ կանաչի սառնանը մսա մնացել այդպիսի բաներ խոսքով գնաց անցել է արդեն բավականին ժամանակ եկեք միասին տեսնենք ինչ վիճակում է ճաշը ես իհարկե ընթացքում տեսել եմ հետևել եմ եկեք միասին նայենք սա ճաշը սիրելիներ ջան տեսնում եք լոբին ընդհանրապես իր գույնը սենց չի խամրել, չի փչացել, քանի որ ճիշտ եմ պահել սառցախցիկում հիմա կարտոֆիլն եմ ավելացնում սիրելիներ ջան մի ատամիկ սխտոր էլ կկտրեմ որ էլ ավելի համեղանա և վերջում արդեն աղը կլցնեմ ու առատ թարմը կանաչի ու կստացվի մեր օրվան տակապուրը որ շատ դուրեկանա այս ցուրտ ու սառը եղանակին սպասենք եփվի անցել է արդեն բավականին ժամանակ եկեք տեսնենք ինչ անուշա չէ դուրում ճաշը արդեն իսկ եփվել է ինչ ամենում մեզ անել աղ ավելացնել սիրելիներս և կանաչի որպեսզի մեր ճաշը բերենք վերջնական տեսքի կանաչիներից ես ավելացնելու եմ համեմ սամիտ ինչը որ
շատ կսազի հենց այս ճաշին։ Դեն սիրելիներս, սա էլ մեր այսօրվա տեսանյութը, ձեզ ասում եմ ստեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով։ Առայժմ ուրեմն շարունակվում է մեր օրը, երեկոյան կողմերն գալիս, եղեք ջան, ստեղ այսենց համով ճաշ եմ եփել, կանաչ լոբով, հավի մսով, մի խոսքով համովություն եմ եփել, եղանակը ցուրտ, ու ինչ ամնում մեզ անել, մի տակ ճաշ ուտել, չէ։ Հացով ես ուտելու, թե լավաշը։ Հացով է, լոբով է։ Դե շկաֆի մեջ գնա հաց կա, վեր կա։ Բարանով դուրը բացեմ, թե վերջի։ Բացի։ Հացով ես ուտեմ ու կարտոշկա։ Հաց վեր, քու համար, ես լավաշ եմ ուտելու։ Ես էլ հաց եմ։ Այսենց համով ճաշ եմ եփել, ուրախեք ջան։ Նստենք, ուտենք, տաքանանք, հետո էլ տեսնենք ինչ ենք անում, ինչով ենք զբաղվում։ Թե դուք եք հաց ուտում, ձեզ էլ բարի ախորժակ։